Կարտոֆիլով տակ տևեցի, վաշք վեշծերի, 9 հատ անասուն առա, իրաս կերերով անասուններ 2 հատս անգում են գնացեք ովերիս, ես էլ իրանք են, ոտպես հեմի շարունակում ենք, հլը տեսնանք, տեստեմբերով գնաց էսեք տարգենք, ուրիշ մի բանով զբաղվենք։ Անասնապահության բարդ ու ծախսատար գործը 50-ամյա Կարապետը 2 տարի առաջ է ձեռնարկել։ Գնել է տոհմային կենդանիներ, յուրաքանչյուրի համար վճարելով 800,000 դրամ։ Բարձր կաթնատվությամբ կենդանիներին դեռ հարոտ չի հանում, ինչն էլ բարդացնում է խնամքը։ Համել խոտի պաշարներն են շուտ վերջանում։ Կաթնատվությունից գոհ է, մեկ կովից օրական մինչև 30 լիտր կաթ է ստանում։ Սա է հիմնական եկամուտը, որ ստանում է կաթի վաճառքից։ Լավ կերավ, լավ կկտրի, չկերավ, չի կտրի։ 1 կիլոմ գարին 140 դրամ է, թեպը, համի ես ամեն ամիս մի տոնը մաղարդում եմ, 3 եմ բերել արդիգի։ Օրական մի անասունը չուդե, այսպես մսրկի վրա ամենակիչը 2200 դրամի կերուդում է, որ անձի տալում է օրական մի անասունը 20-ից 22 լիտր կաթ։ Եթե էդի չկերցնեմ է թեպե կանա չեսենի, ուրեմն չկա։ Անասնապահների հաշվարկով մեկ տեղական կովկասյան գորշ ցեղատեսակի կենդանի պահելու համար տարեկան անհրաժեշտ է մոտ 100, իսկ տոհմայինի դեպքում 200 հակ խոտ, իսկ խոտի մեկ հակի գինը հասնում է մինչև 1500 դրամի։ Ամբողջ հանրապետությունում տավարաբուծությամբ զբաղվում է շուրջ 170,000 գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն։ Մարզերում անասնագլխաքանակի նվազման պատճառը մեկը կամ երկուսը չէ։ Սկսած ծախսերից ու անհամաչափ եկամուտի ստացումից, արոտավայրերի պակասից մինչև հիվանդությունների տարածում։ Ազատան ու հարևան Բենյամին գյուղերում մատների վրա են հաշվում տնտեսությունները, որոնք շարունակում են զբաղվել տավարաբուծությամբ։ Կաթն էլ հանուր արոտ չկա, պակաս է, քիչ է էլի, 4-5 կովից օրվա դրությամբ 20 լիտր կաթ չի տա։ Այն ժամանակ գյուղի երևի 60-ից 70% կպահեին, հիմա այդ 20%-ն չեն պահել։ Ինչի չենք պահեն, որտեվ խողաբաշխման ժամանակ անասնադաշտերը 20%-ը բաշխին ժողովրդին, տվեցին ժողովրդին։ Իրանք ռեզերվային հողերը դոնք հողեր կար, թողային որ անասնախ, որ մարդը տանի գյուղացին անասուն պահե։ Ում ցելի գրած մտնես, անտի այսպես սարերի վրա պետք է արձան էդ է։ Կաթի արտադրության ամսական ծավալները հանրապետությունում խիստ անհամաչափ են, պայմանավորված սեզոնայնությամբ։ Ապրիլ-օգոստոս ամիսներին կաթի արտադրությունը 3-ից 4 անգամ գերազանցում է հոկտեմբեր-փետրվար ամիսների ցուցանիշները։ Արդյունքում առաջարկը գրեթե կրկնակի գերազանցում է պահանջարկը, մինչդեռ աշնան եւ ձմռան ամիսներին ստեղծվում է հակառակ պատկերը։ Դրանով պայմանավորված կաթ մթերողները մայիսից մինչև հոկտեմբեր նվազեցնում են մթերման գինը։ 1 լիտրը հաշվում են 120-ից 130 դրամով։ Պետության հաստատած նոր ծրագիրը սպասում են, որ կմեղմի այս խնդիրը։ Ապրիլ-օգոստոս ամիսներին արտադրված կաթի ամբողջ ծավալի համար տնտեսություններին կտրամադրվի փոխհատուցում յուրաքանչյուր լիտրի դիմաց 20 դրամի չափով։ Ամբողջ հանրապետությունում նախատեսվում է ծրագրով շուրջ 90,000 գլուխ կենդանիների կովերի դեպքում կաթի սուբսիդավորում իրականացնել, Շիրակի մարզում շուրջ 14,000, որի փոխհատուցման գումարը 208 միլիոն դրամից ավել։ Աջակցության համար նվազագույն 3 գլուխ խոշոր եղջերավորի շեմը սահմանվել է այն տրամաբանությամբ, որ 1-ից 2 կով պահող տնտեսությունները հիմնականում կաթը չեն հանձնում արտադրական ընկերություններին, այլ օգտագործում են սեփական կարիքների համար։ Նոր ծրագիրն ակնկալում են, որ կխթանի տնտեսությունում կաթնատու անասնագլխաքանակի ավելացումը։ Շիրակի մարզի, հատկապես ցածրադիր գոտիներում անասնագլխաքանակի նվազումն ավելին է, նախալեռնային եւ լեռնային բնակավայրերում իրավիճակը համեմատաբար կայուն է։ Արոտավայրերի հետ կապված խնդիրներ չկա, ունեն տարածքներ, որտեղ կարող է գերազանցման խնդիրներ լինեն, բայց հիմնականում արոտավայրերի հետ կապված ասպարին խնդիրներ այդպեսին չկան, արոտների բարելավում որոշակի տարածքներում նաև արոտների բարելավումը իրականացնում պետական ծանոթ կազմակերպությունների միջոցներով։ Սուբսիդավորման ծրագրով հանրապետությունում կաթի արտադրությամբ զբաղվող 20,000-ից ավելի տնտեսություններ կստանան գումարային աջակցություն, որով կլուծվի կաթի մթերման գնի սեզոնային տատանումները եւ գնագոյացման խնդիրները։ Այս ծրագրի համար պետությունը հատկացնում է 1 միլիարդ 350 միլիոն դրամ։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։